ինչ գործ է, որը պետք է կարելի, բայց այս մամուլում տարածությունների Նիկոլ Փաշինյանը ակնարկում է ձեր Դոնբաս այցի հետ կապված, որ ցանկության մասին հայտարարել եք, եւ դա եղել է մարդասիրական օգնություն, որը ցուցաբերվել է այդ ընթացքում ինչ է տեղի ունեցել, որ ըստ էության հնարավոր է ձեզ կարող են մեղադրել պետական դավաճանության մեջ, որովհետեւ նաեւ ըստ նույն այդ տեղեկությունների այդ ամենը համաձայնեցվել է վերջերս Զելենսկիի Հայաստան այցի ընթացքում։ Տեսեք, Դոնբասյան մեր այցը եղել է հրապարակային, մենք մանրամասն տեղեկատվություն ենք հրապարակել, թե ինչով ենք զբաղվել Դոնբասում եւ ինչու ենք գնացել, այցը եղել է տեղի հայ համայնքի հրավերով, քանի որ դա ռազմական գոտի է, շատ նորմալ է, որպեսզի մենք տեղեկանանք, թե մեր հայրենակիցները ինչ վիճակում են, դա պետք է պետությունն աներ, փոխարենը մենք ենք արել, մենք հանդիպել ենք Դոնբասի եւ Լուգանսկի ղեկավարների հետ, այնտեղի պարլամենտի անդամների հետ, այցը եղել է հրապարակային, մանրամասն իմ Facebook-յան էջում եւ լրատվամիջոցներում տրվել է միջազգային մամուլում, ուշադիր լսեք թվերը, 200 միլիոնից ավել դիտում է ապահովել մեր այդ այցը եւ դրանով իսկ մենք նաեւ որպես ռազմավարական դաշնակից պետության ներկայացուցիչներ ցույց ենք տվել, որ Հայաստանում բոլորը չէ, որ դեմ են հայ-ռուսական հարաբերություններին եւ մենք որևէ այլ դաշտ չենք մտել այդտեղ, այցը եղել է հումանիտար, ինչ վերաբերում է Զելենսկու հետ կապված պատմությանը, ապա ես ասեմ, որ մենք տեղեկություններ ունենք, այդպիսի շշուկներ են հասնում, որ այսպես կոչված հիբրիդային պատերազմի շրջանակներում, բայց մեր դեմ իրականացվող, Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային պատերազմի շրջանակներում այն շրջանակները, ովքեր որ աջակցում են Նիկոլ Փաշինյանին, նրանք հրահանգել են իրենց ենթակայության տակ գտնվող երկրներին, որ այդտեղի հայերը, տվյալ դեպքում Ուկրաինայի հայերը, որոնք ինչ-որ առումով նաև կախվածություն ունեն, որոշ շրջանակներ, իհարկե բիզնես շրջանակներ, որպեսզի գան եւ այստեղի ընտրությունների ժամանակ սատարեն Նիկոլ Փաշինյանին, մենք տեղեկություններ ունենք, որ հսկայական գումարներ են պատտվում, այդպես բերանից բերան մակարդակով տարածվող տեղեկություններ են, բայց այդ ամենը գին ունի եւ ես չեմ բացառում, որ Ուկրաինային եւ Զելենսկուն ուզեցել են ժեստ անել, որ տեսեք մենք ովքեր որ Դոնբաս են եկել այդ ղեկավարին այսպիսի գործողություններ ենք իր դեմ իրականացնում, այդ ամեն ինչը հնարավոր է, մանավանդ որ Ուկրաինայում մեր այցից հետո իմ դեմ կոնկրետ հետախուզում է հայտարարված եւ չի բացառվում, որ ուղղակի ժեստ են արել։ Դրանով մի դրվագ եկալ ես ուզում եմ ուղղակի տեղեկացնել, որ նախաքննական գաղտնիքից եւ պրոցեսներից դուրս չգալու առումով եմ ասում լրացուցիչ հարցեր չտակ, որովհետեւ այդտեղ պարտավորություն ունեմ ես ոստիկանությունում օրեր առաջ այն տունը, որտեղ որ ես բնակվում եմ, ունի ընդհանուր շքամուտքի դուռ, որը ուղիղ մեր տուն է տանում, ուրիշ այդպեսի բան չկա։ Եվ տեսախցիկները ֆիքսել են, որ մեր տան վրա եղել է հարձակում։ Բացել են դուռը եւ շատ հետաքրքիր է, որ գիշերվա, լույս առավոտվա 5:40 քանիսի սահմաններում գալիս են երկու հոգի, ու դատելով կադրերից երիտասարդներ, ուժով բացում են դուռը եւ ոչ մի գործողություն չեն անում։ Ես ենթադրում եմ, որ ինչ-որ մեսեջ են ուզեցել տան, թե ինչ, ես առանձնապես այդպես քաղաքական երանգ չեմ տվել դրա հետ կապված, որովհետև կադրերով երևում է, որ այդ նույն երիտասարդները, ովքեր ուժով բացում են մեր դուռը, շքամուտքի դուռը, որը մեր տուն է տանում միայն, այո, դա վերելակ է, առանձին վերելակ, եւ այդ վերելակի դռնից օգտվում ենք եւ ես եւ իմ հարևանը միայն, այսինքն շենքը ունի առանձին մուտք եւ մեր տունը ունի մուտք վերելակով։ Այո, հա, բայց կոնկրետ մեկը ինն է այդ բնակարանը, հիմա նայեք գործողություն է, մարդիկ գալիս են ուժով դուռը բացում են ու
թողնում գնում են։ Հետո մի րոպե հետո էլի վերադառնում են, հատել են փորձում բացել, թողնում գնում են։ Այսինքն ես չեմ կարծում, որ սպորտային հետաքրքրությունը առավոտյան 5:40 գան ու փորձեն դուռը բացել։ Ես ճիշտ ասած դրան քաղաքական երանգ չտվեցի, դիմեցի ոստիկանություն եւ հիմա վարույթ է նախաձեռնված։ Իրենք են գույքի վնասում, հանցագործության, գողության փորձ եւ այլն։ Չեմ ճանաչում։ Հա, իրենք ոստիկանությունը ինչ որ գործողություններ արել է, հիմա ես իրավական մասով չեմ ուզենա խորանալ, որովհետեւ նախաքննական ինչ որ կա։ Առանց դիմակ եկել են, այո։ Դե իրանց նույնացրել են, ենթադրում եմ, որ ինչ որ բան արել են, բայց որն է հետաքրքիր, էլի, այսինքն տարիներով այդտեղ ապրում ենք, բոլորը ասենք գիտեն եւ հանկարծ այդպիսի դեպք ես անկեղծ ասած դրան քաղաքական նշանակություն չեմ տվել, բայց հիմա որ նայում եմ, միգուցե իրենց կարծիքով փորձել են ինչ-որ մթնոլորտ ձևավորել, հոգեբանական ազդել եւ այլն, որովհետեւ դե պարզ է որ ես ուղղակի ինֆորմացիա եմ տալիս, ես ոչ մի բան չեմ կարող անել, ողջամտորեն ամեն ինչ կարող եմ կասկածել, բայց դրա հետ կապված ուզում ասեմ մի քանի օր առաջ այդպիսի դեպք եղել է։ Եվ մենք քարոզարշավը տեսել եք, որ իրականացնում ենք բավական ինտենսիվ, ակտիվ, ես ենթադրում եմ, որ այն սոցիոլոգիան, որը մենք ունենք, ունի նաև Նիկոլ Փաշյանը, ինքը հասկանում է, որ պարտվում է հավաքական ընդդիմությանը եւ դնում է այսպիսի ապօրինությունների եւ հանցագործությունների։ Եվ ինձ փորձում է խաղից հանել, որովհետեւ հազար ու մի հարցեր կան մեր միավորի հետ կապված քաղաքական առումով, երևի մտածում է, որ ինձ չեզոքացնելով կարող է վնասել ընդհանուր պայքարին, դրա համար էլ այդպիսի քայլերի է դիմում։